Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Առավոտ շուտ ինչ ենք անում, երբ հարթնանում ենք։ Իհարկե, միասին դառը համեղ կոֆե ենք դնում, միասին ասում, խոսում և միասին էլ կոֆեն խմում։ Իսկ հիմա, սիրելիներս, դրեք ձեր կոֆեները, եկեք միասին խմենք և նոր անցնենք մեր առօրյա գործերին։ Շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այդքան բարի եք, դրական եք և հաճույքով դիտում եք իմ առօրյան և իմ պատրաստած ճաշատեսակները։ Հարգելիներս, այստեղ էլ դրել եմ տավարի միս ճաշ պատրաստելու համար։ Մինչև միասին կոֆեն խմենք, մի քիչ էլ խոսենք, արդեն միսն էլ կեփվի։ Արդեն կոֆեն եփվեց, մի հատ էլ թող եռա։ Վերջ, պատրաստ է կոֆեն։ Սիրելի հետևորդներ ջան, մինչ կոֆեն միասին կխմենք, հիմա ուզում եմ ցույց տալ կապույտ 4 ծաղիկները։ Հիշում եք այս ծաղիկները, մեզ ծաղկամանի մեջ էի դրել, հիմա փոխել ենք, փոքր ծաղկամանի մեջ ենք դրել, մեջն էլ լցրել ենք հատուկ ծաղիկների համար քարեր։ Իսկ այստեղ գեղեցիկ նկարներ են, ամուսնուս ձեռքի նկարած նկարներն են, շատ եմ սիրում այս նկարները։ Սա և հեսա մյուսն էլ ցույց կտամ։ Տեսնում եք ինչքան լավ պահպանվել է այս նկարը։ Թե կողքի ռամկան է գեղեցիկ, թե նկարը և թե նկարի միջի գույները շատ գեղեցիկ են և շատ գեղեցիկ տեղում էլ փակցրված է, որ նստում ես անընդհատ ուզում ես այս նկարին նայես։ Հիմա ցույց եմ տալիս բնորդուհու նկարը։ Ահա, այստեղ էլ բնորդուհու նկարն ենք փակցրել, սա էլ շատ գեղեցիկ է, ճիշտ է, մերկ է, բայց շատ գեղեցիկ տեսքով, ֆիգուրայով տիկին է։ Ասեմ, որ առավոտյան կոֆե չեմ խմել, սիրելիներս, սպասել եմ, որ ձեզ հետ միասին խմեմ։ Արդեն ամեն օր ձեզ հետ կոֆե եմ խմում, սիրով բարի լույս ենք ասում մեկս մեկին, հալու քեֆ ենք հարցնում, լսեցիք, ձայնս լսեց, սկսեց երգել։ Հարցնում ենք, ինչպես եք, սիրելիներս, ձեր գործերն ինչպես են, տրամադրությունը ինչպես է։ Ես լավ եմ, տրամադրությունս բարձր է, փառք Տիրոջը, ամեն ինչ լավ է, իմ լավ բարեկամներ, չեմ նեղվում, միշտ ժպտում եմ։ Այո, պետք է միշտ ժպտանք։ Ժպիտը կյանք է, ժպիտը կյանք է երկարացնում։ Սիրելիներս, միշտ ժպտացեք, թող ժպիտը անպակաս լինի ձեր դեմքից։ Միաժամանակ, մինչ կոֆեն կխմեմ, միսն էլ ասեցի լվացել եմ, դրել եմ եփվելու։ Այսօր կորոշենք, թե ինչ ենք պատրաստելու։ Իսկ հիմա վայելենք Կեշայի երգը և կոֆեն։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել տավարի մսով, նոխուդով, մեր հողամասից հավաքած կանաչ դեղնավուն գարոխով մի համեղ եղանակին համահունչ ճաշ ջրալի։ Լավաշը ունենք, մեր ձեռքի պատրաստած թթուների տեսականին ունենք, կոմպոտը ունենք, բոլորը տնական, կբացեմ ճաշի հետ, կմատուցեմ ընտանիքիս անդամներին։ Պատրաստել ենք ամռանը, որ ձմռանը վայելենք։ Իսկ հիմա վերջացնեմ կոֆեն, անցնեմ խոհանոց։ Ձեզ էլ ինձ հետ տանեմ խոհանոց։
Դե հիմա գնացինք սիրելիներս, կապեմ գոգնոցս և արդեն սկսեմ պատրաստել։ Իսկ հիմա ցույց եմ տալիս մեր այսօրվա ապուրի բաղադրիչները, որը նախօրոք արդեն լվացել եմ, մաքրել եմ և պատրաստել եմ։ Վերցրել եմ 1 ճաշի գթալ տոմատի մածուկ, չորացրած ռեհան և ծիտրոն, 1 ճաշի գթալ կարմիր պղպեղ, մեր հողամասի կանաչ և դեղնավուն գարոխը, սիսեռը, որ արդեն թրջել եմ, վերցրել եմ արդեն պատրաստ է կարտոֆիլ և մեքած սոխ և նախօրոք եփել եմ տավարի միսը և մսաջրից հանել եմ։ Իսկ հիմա անցնենք արդեն պատրաստման եղանակին։ Գազօջախը վառել եմ արման, կաթ սանձրել եմ գազօջախի վրա, մեջն էլ դրել եմ մի կտոր կարագ։ Մինչ կարագը մարմանդ կրակով կհալվի, ես էլ կմանրացնեմ 1 միջին չափսի սոխը։ Հարգելիներս, ամեն օր մտածում ենք ինչ ենք այսօր պատրաստելու։ Քանի որ մենք հայ կանայք շատ խորիմաստ, գործունյա, բանիմաց կանայք ենք, հնարում ենք, մտածում ենք, տեսնում ենք ինչ ունենք, ինչ չունենք, նա էլ պատրաստում ենք։ Իսկ հիմա սիրելիներս, արդեն սոխը մանրացրեցի, յուղն էլ պատրաստ է, ավելացնեմ սոխը հալված յուղին և պատրաստեմ սոխառաց։ Գազօջախը մի փոքր էլ իջեցրեցի, հիմա ավելացնեմ մանրացրած սոխը։ Սոխը կտապակեմ այնքան, մինչև ունենա վարդագույն երանգ։ Սոխառածը պատրաստ է, ավելացնում եմ սոխառածին 1 ճաշի գթալ աղացած կարմիր քաղցր պղպեղ և 1 լավ ճաշի գթալ խիտ տոմատի մածուկ։ Ավելացնելուց հետո լավ տապակում եմ, որ իրենք բացվեն և իրենց բույրը տան մեր ապուրին։ Հիմա խառնելուց հետո կավելացնեմ մի փոքր մսաջուր։ Մսաջուրը ավելացնելուց հետո նորից կխառնեմ, բերանը կծածկեմ, կթողեմ, որ մի 2 րոպե եռա, նոր կավելացնեմ մնացած բաղադրիչները։ Հիմա ավելացնում եմ թրջած սիսեռը։ Լավ լվացել եմ, սիրելիներս, 3 երեկոյան թրջել եմ, տեսեք, ուռչել է արդեն լավ, չնայած ինձ մոտ շատ մանր էր, թրջելուց հետո բավականին մեծացել է։ Սիսեռը շատ օգտակար հատիկավոր է, բոլորս էլ գիտենք, որ սիսեռը նաև շատ օգնում է այրան մակարդակը կարգավորելու մեջ, օգնում է փորկապությանը։ Մի խոսքով պետք է միշտ օգտագործենք սիսեռ մեր կերակրած ցանկում։ Իսկ հիմա սիսեռի վրա պետք է ավելացնեմ չորացրած ռեհանը և ծիտրոնը։ Կխառնեմ, կավելացնեմ արդեն մսած ջուրը։ Մսած ջուրը անպայման պետք է մաղով անցկացնենք։
Մսաջուրը լցնելուց հետո բերանը կծածկեմ ճաշի, կթողնեմ, որ եփվի, հետո կավելացնեմ կարտոֆիլը արդեն։ Սիսերը լավ եփվել է, արդեն պետք է ավելացնեմ կարտոֆիլ։ Հիմա կարտոֆիլը կմանրացնեմ, ոչ խոշոր չափսերի, ոչ էլ մանր, միջին, ինչպես ամեն անգամ ապուր եփելուն մանրացնում են կարտոֆիլը։ Սիրում եմ, որ կարտոֆիլը, սիրելիներս, լավ է ճաշի մեջ եփվում և ինքն իրեն տրորվում է։ Ինձ մոտ այդպիսի տեսակի կարտոֆիլ է, դեղին, շատ համեղ կարտոֆիլ է։ Հիմա մանրացնեմ և ավելացնեմ ճաշին։ Կարտոֆիլը լցնելուց հետո կխառնեմ և կաթսայի բերանը կծածկեմ, կթողնեմ, որ կարտոֆիլն էլ եփվի։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, եփված սիսերին կարտոֆիլին ավելացնում եմ, նախօրոք եփել եմ միսը, հանել էի մսաջրի միջից, ավելացնում եմ միսը։ Ջրալի ապուրները, որ համեղ են ստացվում մսով, ոսկորոտ և յուղոտ մսով է լավ համեղ ապուր ստացվում, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ հիմա միսն էլ կավելացնեմ, թող բոլորը իրար հետ ընկերակցեն, միսը, սիսերը, կարտոֆիլը, մի քիչ էլ կեփվեն, ավելի համեղ կդառնա մեր ապուրը։ Նոր արդեն հետո կավելացնեմ կանաչ ոլորը, մեր հայաթից հավաքած կանաչ և դեղնավուն ոլորը։ Լավ եռում է արդեն, սիսերը, միսը, կարտոֆիլը եփված է։ Մի հատ խառնեմ, տեսեք ինչ ընտիր գույնով, սիսերով ապուր է։ Հիմա պետք է ավելացնեմ կանաչ ոլորը։ Մի լավ կխառնեմ ապուրը, բերանը կծածկեմ, թող եփվի մինչև պատրաստ լինելը։ Հիմա կհամտեսեմ ապուրը, տեսնեմ, եթե ալանի լինի, աղ կավելացնեմ, եթե նորմալ լինի, չեմ ավելացնի։ Մի փոքր աղի կարիք ունի ապուրը, կավելացնեմ հիմա աղ։ Աղը ավելացնելուց հետո կխառնեմ, սիրելի հետևորդներ ջան, և կավելացնեմ ապուրին թարմը կարմիր պղպեղ և թարմը համին, մանրացնեմ և ավելացնեմ։
Ավելացնելուց հետո 2 րոպե կթողնեմ եփի, կանջատեմ։ Ահա սիրելի հետևորդներ ջան, պատրաստեցի, վերջացրեցի սիսեռով, կանաչ ոլորով, տավարի մսով համեղ, գունեղ, առողջարար ապուրը։ Հիմա տեղափոխեմ մատուցվող ափսեն և կվայելենք այս համեղ ապուրը։ Տեսեք ինչքան գեղեցիկ գույնով ապուր է։ Ամբողջ խոհանոցով մեկ տարածվել է ճաշի բուրմունքը։ Այսօրվա համար այսքանը։ Կարծում եմ տեսանյութը դուր եկավ բոլորիդ։ Եթե դուր եկավ, արձագանքեք, սիրով կպատասխանեմ բոլորիդ, ինչպես միշտ, իմ լավ բարեկամներ։ Ապուրի բոլոր բաղադրիչները լավ եփված են, շատ անուշ համեղ ճաշ ստացվեց։ Պատրաստեք այս բաղադրատոմսով և վայելեք։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ, եղեք առողջ և օրհնված։